Սիրաքի իմաստնությունը 31 Երազների մասին Դատարկ և սուտ են անմիտ մարդու հույսերը, անուրջները թևավորում են անզգամներին։ Ով հավատում է երազներին, նա նման է մեկին, ով փորձում է բռնել ստվերը և վազել քամու հետևից։ Ինչպես ունայն է դեմքի անդրադարձը դեմքի դիմաց, այնպես էլ երազներ տեսնելը։ Պիղծ բանից մաքուր բան չի լինի, և սուտ բանից ստույգ բան։ Ունայն են այն գուշակությունները, նշաններն ու երազները, որ երկնում է բանդագուշակի սիրտը, եթե դրանք բարձրյալից չեն առաքված։ Մի տուր քո սիրտը դրանց, քանզի շատերին մոլորեցրին երազները, և դրանց վրա հույս դնողները խոտորվեցին։ Օրենքը գործադրվում է առանց խաբեության, և իմաստությունը հավատարիմ շուրթերի վրա մարդու կատարելությունն է։ Ճանապարհորդության օգուտը Ճանապարհորդող մարդը շատ բան իմացավ, և բազմափորձ մարդը խելամտորեն է պատմում։ Ով փորձառու չէ, քիչ բան գիտի, իսկ ճանապարհորդողը կմեծացնի իր գիտելիքը։ Շատ բան տեսա իմ պանդխտության ժամանակ, և իմ իմաստնությունն ավելին է, քան իմ խոսքը։ Շատ անգամ մահու չափ վտանգվեցի և փրկվեցի իմ փորձառությամբ։ Տիրոջ երկյուղը Տիրոջից երկնչողների հոգին ապրելու է, քանզի նրանց հույսն իրենց փրկարարի վրա է։ Ով երկնչում է Տիրոջից, նա ոչ մերկից երկյուղի կասկած չի ունենա, ոչ ոգից չի վախենա, քանզի նրա հույսը Տերն է։ Ով երկնչում է Տիրոջից, երարելի է նրա հոգին։ Ում է ապավինում նա, և ով է նրա անեծուկը։ Տիրոջ աչքն իր սիրելիների վրա է, նա նրանց զորության պաշտպանն է, ուժի ամրությունն է, ապաստան է խորշակից և հովանե միջօրեի տապից։ Պահպանություն է գայթակղությունից և ապահովություն գլորումից։ Վեհացնում է հոգին, լուսավորում աչքը, մարդկանց տալիս է բժշկություն, օրհնություն և կյանք։ Ճշմարիտ զոհաբերությունը Ով անարդար զոհ է մատուցում, նրա զոհաբերումը արհամարհված է հաճելի չէ անօրենների մատուցած զոհը։ Բարձրյալը չի ընդունում ամբարիշտների զոհաբերությունները, և ոչ էլ դրանց շատությամբ է քավություն տալիս մեղքերին։ Ով զոհ է մատուցում օտարների ունեցվածքից, նույնն է, թե որդուն զոհում է իր հոր առաջ։ Կարոտյալների հացը աղքատների կյանքն է։ Ովքեր զրկում են նրանց, մարդասպաններ են։ Ով զրկում է մերձավորին կերակրից, նա սպանում է նրան։ Ով զլանում է տալ վարձկանի վարձը, նա թափում է նրա արյունը։ Մեկը շինում է, և մյուսն ավերում։ Ինչ օգուտ կա նրանից, բացի տանջանքից։ Մեկն աղոթում է, և մյուսն անիծում։ Ում ձայնը կլսի Տերը։ Ով որ մաքրվում է մեռելի դիպչելուց, և դարձյալ հպվում է նրան, ինչ օգուտ ունեցավ իր լվացվելուց։ Ինչպես այն մարդը, որ մեղքի պատճառով ծոմ է պահում, և դարձյալ գնում ու նույն բանն է անում, ով կլսի նրա աղոթքը, և ինչ օգուտ ունեցավ նա իր խոնարհվելուց։